Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները, շատ շնորհակալ եմ, որ արձագանքում եք։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ մեր ազգային խոհանոցից։ Եվ այս անգամ այդ ուտեստները ներկայացնելու ենք մեր կրտսեր գործընկերոջ հետ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր ինձ օգնելու է Աբովյանի կրթահամալիրի ուսանող, սկսնակ խոհարար կամ ապագա խոհարար Բագրատ Ավագիմյանը։ Ողջույն Բագրատ։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ, դուք։ Լավ, ահագին ժամանակ է մենք միասին չենք պատրաստել։ Գործերը լավ են։ Նորմալ, մերսի։ Ինչ ենք պատրաստել այսօր։ Այսօր պատրաստելու ենք արևելյան աղցան։ Արևելյան աղցան եւ ինչ բաղադրություն ունի։ Բլղուր, վարունգ, սունգ, լիմոն եւ մեկ պոմիդոր։ Պոմիդոր կամ լոլիկ։ Կամ լոլիկ։ Արևելյան, իսկ ինչի է արևելյան կոչվում։ Այսինքն Շատ այնտեղ արևմտյան մասում չեն պատրաստում այս աղցանը։ պատրաստում են, բայց այնտեղ ավելի շատ են պատրաստում։ Շատ լավ, ինչ պիտի անենք, ինչով պիտի օգնեմ ես քեզ։ Վարունգը կտրատենք, դուք լոլիկը կտրատեք։ Քառակուսիներով։ Կեղևը հանենք, չէ՞։ Ես ուզում եմ մեր հեռուստադիտողներին ուղղակի հիշեցնել, որ նշվածս կրթահամալիրը, այսինքն Աբովյանի կրթահամալիրը շատ ակտիվ մասնակցություն է ունենում մեր կազմակերպության բոլոր միջոցառումներին եւ երեխաները, այն ուսանողները, ովքեր որ հնարավորություն են ձեռնում մասնակցել, շատ խանդավառված են իրենց դրսևորում, այնպես որ պատահական չէ, որ շատ հաճախ այս կրթահամալիրից մենք հրավիրում ենք նաև մեր հեռուստա հաղորդումներին։ Ինչ ենք անելու հիմա։ Հիմա բլղուրը լացնելու ենք մեծ ամանի մեջ, որպեսզի խառնենք իրար։ Խնդրեմ։ Բլղուրը նախորդ թրջել ենք, չէ՞։ Թրջել ենք, այո, տաք ջրի մեջ, եռացրած։ Որպեսզի փափկի։ Ավելացնենք վարունգը բլղուրի վրա։ Լոլիկն էլ եթե վերջրացրեք։ Լոլիկն էլ ավելացնենք։ Ինձ մեկ հատ կիտրոն։ Խնդրեմ։ Կիտրոնից վերցնում ենք կիտրոնի կեղևը։ Հանում ենք սպիտակ մասը։ Սպիտակ մասը մեզ հարկավոր։ Ենք օգտագործում։ Այո։ Սպիտակ մասը մեզ հարկավոր չէ։ Նշեցին, որ սունկ պիտի օգտագործենք։ Սունկը ինչպես պիտի օգտագործենք։ Նույն ձև ոնց որ մանր կտրատված։ Այո։ Հում սունկը։ Հում սունկը։ Հում սունկը, ոչ խարասունկ։ Մասնագիտությունների մրցույթին մասնակցելու ես դու։ Այո, անպայման։ Մեկ անգամ եւս ուժերս փորձեմ։ Ուսումնարանների միջև բարեկամներ շուտով կկայանա մրցույթ, հմտությունների մրցույթ է կոչվում, որի արդյունքում մեր հանրապետության հաղթողը պիտի մասնակցի արդեն աշխարհի մասշտաբով մրցումներին։ Բագրատը այդ մրցումների մասնակցելու փորձ ունի, առաջի փորձը մի քիչ անհաջող, չէ՞։ Այո։ Բայց չես հուսահատվել։ Ոչ, պարտությունն էլ է երբեմն հաղթանակ բերում, ուժ է տալիս։ Շատ մեր աղցանի վրա աղցան է ստացվել, ես կարծում եմ։ Այո։ Սունկն էլ ավելացնենք, տեսնենք վերջը ինչ կստացվի։ Խառնենք, ավելացնենք բուսայուղը եւ մի քիչ կիտրոնի հյութ։ Եվ կիտրոնի հյութ։ Մի քիչ։ Իսկ կանաչիներ լինելու են։ Այո։ Ինչ կանաչ են օգտագործելու։ Նանա եւ համեմ։ Կիտրոնի հյութն էլ ավելացրեցինք, նանան առանց կոշտ մասերի, միայն տերևները։ Այդքան բավական է։ Սա էլ այսպես։
Կավելացնենք նանան։ Ուրեմն ունեցանք բլղուր, Պոմիդոր, լոլիկ, լոլիկ, վարունգ, սունկ, սունկ, կանաչ բուսայուղ, լիմոնի կեղև, մի լիմոնի կեղև, լիմոնի մի քիչ հյութ, հյութ եւ կարանք համքեղ եւ նանա։ եւ կարանք մատուցենք արդեն։ Իսկ աղ որևէ աղ պղպեղ, Չէ։ առանց աղի։ Հա, Մատուցենք առանց աղի։ Հետաքրքիր է։ Լավ, մատուցենք։ Այս սապսեի մեջ տնենք, ցնենք։ լցնենք։ Եվ ինչպես միշտ զարդարենք մեր հայկական լավաշով։ Այո, խնդրեմ։ Այսքանը բավական է։ Շատ թեթև աղցաններ, կարծում եմ կարելի է մեր աղցանների ցանկը լրացնել այս թեթև եւ հաճելի աղցանով։ Բագրատ, եթե որևէ ցանկություն ունես, եթե որևէ հղում կարող ես կամ ուզում ես հղել մեր հեռուստատողներին, խնդրեմ։ Հեռուստադիտողները թող չհուսահատվեն, որ ինչ-որ մի բան չի ստացվում խոհանոցում, թող փորձեն աշխատեն մթերքի հետ, ոչ թե իրանք մթերքից, ոնց որ ասում են, վախենան, այլ մթերքը վախենա, որ իրանք Վայ, վախեցած մթերքով ինչ պիտի պատրաստես։ ոչ մի բան։ Լավ, բարեկամներ, ես ուզում եմ ձեր անունից երես մեկ անգամ շնորհակալություն հայտնել Բագրատին, ցանկանանք, որ նա չվախենա ոչ մթերքից, ոչ ընդհանրապես որևէ այլ բանից եւ շարունակի ինքը ստեղծագործել։ Շնորհակալություն Բագրատ։ Հարգելի հեռուստատողներ, այսքանն ենք պատրաստել ձեզ համար, կարծում եմ շատ արագ եւ շատ համեղ, ամենակարևորը շատ օգտակար աղցան պատրաստեցինք Բագրատի օգնությամբ եւ ուզում եմ, որ ձեր սեղաններին միշտ լինեն հայկական ավանդական ուտեստներ եւ այդ ուտեստները լինեն շատ առողջարար եւ շատ օգտակար եւ թող նրանք նպաստեն ձեր առողջությանը եւ ձեր հաջողություններին։ Մենք լինենք միշտ միասին, ասք սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Արևելյան թաբուլե, բլղուր 1 բաժակ, լոլիկ 1 հատ, վարունգ 1 հատ, կիտրոն 1 հատ, սպիտակ սունկ 50 գրամ, մաղադանոց կես կապ, կանաչ սոխ 2-3 հատ, անանուխ, ձեթ 30 գրամ, բարեախորշակ։